Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Երեք տեղի ունեցավ դարի ձերբակալությունը, այսպես ասենք, թագավոր աղբորը ձերբակալեցին։ Ավելին, ստորացրին եւ այլն եւ այլն։ Նախ սկսենք հիշել Գագիկ Ծառուկյան թագավոր աղբոր այն պահվածքը, երբ մարտի 1-ին ստանում էր համազգեստ եւ մի խումբ անասուն ուղարկեց, որպեսի փողոցում ջարդեն քաղաքացիներին, ինչը գերագույն հաճույքով իր նախինն արեց Արցախից բերված մյուս անբարոյական զավակների հետ։ Այս երևույթը կար։ Երեկվա ձերբակալությունը երկու կողմից էլ, այսպես ասած, վայ, դուք ամոթ չունեք, վայ, չգիտեմ, SN-ը, վայ Գագո աղբերը ժամա սարքել, վայ Գագո աղբերն էս արել, վայ Նիկոլ թաղեմ քեզ եւ այլն եւ այլն։ Երկու կողմն էլ ճիշտ են։ Եվ Նիկոլ թաղեմ քեզը եւ չգիտեմ ժամ սարքած Գագո աղբերը։ Գագո աղբոր մեղքերը քիչ չեն, բայց պետությունը պետություն կոչվածը դա ոնց որ ասենք տան տղամարդը իր եմ որ ասում է կեցվածքով, որ երբեք իր զավակի չպիտի ասի այսպես ճիշտ է, հետո անի սխալը իր իսկ զավակի աչքի առջև։ Հիմի գնացել է մի ինչ-որ մարդիկ են, չգիտեմ, կալանավորող են, ԱԱՑ-են, հրահանգ ունեն։ Բնականաբար Նիկոլի հրահանգն է կամ Նիկոլին քսնվողների հրահանգը, մի հատ կպարկասնեք ապեր։ Ես չգիտեմ, լամ թե խնդամ։ Այստեղ է, սա է ինձ ուզում։ Իդեպ ասեմ Նիկոլ Փաշինյան, պարոն Փաշինյան, մեծարգո Փաշինյան, ճաճանչափայլ, հասարակության մի գերակշիռ մասը զզվելով եկավ ու քեզ ընտրեց, չուզելով ընտրեց, քանզի դիմացը Գագիկ Ծառուկյաններն էին։ Այդ զզվանքը զսպեցին, քանզի այլընտրանք չուներ ժողովուրդը։ Մի գերակշիռ մասը հանկարծ ձեզ չթվա աշխարհը ճոճք է, դուք էլ այդ բզեզն եք։ Պարզապես դիմացը այն աղբն էր, որ մեր երկիրը հասցրեց այս վիճակին։ Այդ մեկը մի մոռացեք, եւ ձեր զզվելի պահվածքը ոչ միտեղ չի տանում։ Հանգուցյալ Հենրիկ Դանիելյանը դատարանի նախագահ մի պատմություն պատմեց։ Ասաց հայրենական պատերազմի տարիներին հայրս զոհվեց, մենք 4 երեխա որբ բնացինք։ Մայրս որպեսզի մեզ մեծացնի, մեր գյուղից տեղափոխվեցինք Սևան քաղաքում գործակատար էր աշխատում, որ մեր իր 4 զավակներին պահի երեխեքին։ Խանութատեր մի ստահակ, այս խեղճ կնոջը անգրագետ ինչ-որ թղթեր է ստորագրեր տալիս, վերջում պարզվում է, որ այս կինը 12,000 ռուբլի յուրացրել է։ Խորհրդային ժամանակներում 12,000 ռուբլի յուրացնողին գնդակահարություն էր սպասվում։ Եվ ասում է, մեր ողջ ազգը բարեկամությունը հավաքվեց, այդ փողը հավաքեցին, վերադարձրին, չնայած մայրս դրա հետ կապ չուներ, որպեսզի մենք 4-ovս որբ չմնանք, եթիմ չմնանք։ Ուզում եմ հասկանալ ինչու է պատմում Հենրիկ Դանիելյանը, հետո ասում է, ես սովորեցինք կրթություն եւ Հենրիկ Դանիելյանը դատավոր է։ Եվ այդ խանութի տերը հերթական անգամ, այս անգամ ինքն է այդպիսի սադրանքով, ոնց որ իր մոր գլխին էր սարքել, այսպես ասած, ձերբակալվում եւ դատավորը Հենրիկ Դանիելյանն է։ Ասացի, պարոն Դանիելյան, ինչ արիր այդ անասունին կներեք։ Ասում է, փողը տվեցի դատարանի դահլիճից, ազատ արձակեցի, կազմակերպեցի, որ այդ կորուստը փակեն։ Նայեցի դեմքին, ասացի, հետո, ասեց, իրան ասեցի, հիշում ես այս կնոջ պատմությունը, ես այդ կնգատ տղեն եմ, բայց քեզ չեմ նստացնում, քեզ չեմ պատժում, վեր կաց գնա։ Ու ասում եմ, իջև տուն հասավ, իվակ ստացավ մահացավ։
Պարոն Նիկոլ Փաշինյան, ճաճանչափայլ, մեծն, աստվածավախ, աստվածապաշտ, մարդու մեծությունը ամենևին էլ ինչ-որ մեկին կզացնելու մեջ չէ։ Ամենևին ցուցադրական կզացնելու մեջ չէ, տեսեք ինչ հակառակ էֆեկտ եք ստանում։ Դուք կարող եք ավելի մեծ ահոգի լինել։ Մանրախնդրություն չցուցաբերեիք կամ իմաստը որն է 70 տարեկան մարդուն իրոք գետնին փռելը։ Դուք 7-8 տարի առաջ պիտի այդ խնդիրը լուծեիք։ 7-8 տարի գիտեիք, որ Գագիկ Ծառուկյանը, չգիտեմ, գազանանոց ունի, չգիտեմ, խրտվիլակներ ունի, խփում է մեր աղբերը, եւ այսպես շարունակ։ Չարեցիք։ Անելուց էլ այնքան մանրախնդիր արեցիք, որ բոլոր նրանք, ովքեր զզվում էին Գագիկ Ծառուկյանից, անգամ նրանք այսպես ապշած նայում են, լավ, այս աստիճան մանրախնդիր կարելի է լինել։ Այդ ինչ հրահանգներ եք տալիս։ Այստեղ է խնդիրը։ Սիրում եք մեկ չգիտեմ Թումանյանին, Էսինենին ցիտել, չգիտեմ Թումանյանից դուք ինչ եք հասկացել։ Բայց Թումանյանի անուշ պոեմը, որտեղ Սարոն ու Մոսին կող են բռնում կամ ամբշամարտի, այսպես ասած ձև են տալիս, այսպիսին էր դրվագը։ Ասում էր ու դուրս քաշեցին զորով երկուսին, մինը մեր Սարոն, մյուսն էլ Անուշի գառնարած եղբայր մեր Մոսին։ Ու ընկերները կամ անգամ եթե ընկեր չէին, ընդունված բան չէր, հարսանիքի գեղի միջում, այսպես ասած, այդքան մարդկանց առաջ ընկերոջը կամ դիմացինին գետնով տալ։ Նրանք խաղ էին անում, խոզապարկուկ էր։ Ընկնում էին, վեր կենում միասին, թավալ էին գալիս, որպեսզի հարսանիքը ստացվի։ Միմյանց չէին զգետնում միջև են պահը, երբ ասում է Անուշը կանգնած, Սարոն նկատեց։ Ու թունդ առավ սիրտը, մոռացավ, ընկեր, ադատ, ավանդույթ, եւ զգետնեց Մոսին։ Հետո Թումանյանը առանց չարության արդարացի հասցրեց դա, որ Մոսին սպանեց Սարոյին, որովհետև ավանդույթը խախտել էր։ Ես ամենևին ի նկատի չունեմ, որ պետք է, չգիտեմ, շոյել Գագիկ Ծառուկյանի համարժեք տեղերը, գլուխը, ուսերը, չէ, հանցանք է գործել, ձերբակալեք։ Բայց այդ հանրայնորեն ստորացնելը ինչից է գալիս, որտեղից է գալիս, ձեր կյանքում ինչը չի կայացել, որտեղ եք հետ մնացել, որտեղ են ձեզ ծեծել անընդհատ, որ այդ չարությունը դրսևորում եք իմել, այդ ածեի տեսքով, էսով ենով, գնացեք մի հատ դրան կզացրեք, ախր դա հակառակ էֆեկտն է տալիս, հանցագործը պիտի պատժվի, ուզում է դա Սուրեն Սարգսյանը լինի, թե Գագիկ Ծառուկյանը, բայց ամեն ինչին շնորհք կա, ամեն ինչին արժանապատիվ պահված կա, եթե ես ինչու պատմեցի Հենրիկ Դանիելյանի պատմությունը, կարող էր ոչնչացնել այդ ոչ մի բանին, ով պատրաստ էր 4 երեխուն որբ թողնելու, որբանոց գցել, թքած ուներ, զոհվածի զավակ է, կարող էր, բայց չարեց ինքն ավելի արժանապատիվ արեց, ինքը փրկեց իրեն սպանել ցանկացողին, ասեց գնա ապրի, տեսնեմ ոնց ես ապրում, աշխարհում էս էլ կա, այդ բոլոր պահվածքները պետք էր արժանապատիվ անել, ցավալիորեն, դուք այդպես չեք պահում ձեզ, իհարկե ես ասել եմ, մի տեղ, չգիտեմ, ձեր մերձավորներին, որ սա ձեր վերջին հնարավորությունն է, դուք հետագայում էդ էլ չեք ունենալու, եթե շարունակեք այսպես ինքնասիրահարված պտտվել եւ իբր տղա ենք դարել ու կարանք էսա կզցնելու ձևը դա չէր, սա շատ սխալ էր, շատ վշտացած եմ, ինքս իմ հետ կռիվանելով,
որպեսզի ավելի կոպիտ ածականներ չասեմ։ Պետությունը, իշխանությունը, իշխանավորը շատ ավելի բարձր պիտի լինի, շատ ավելին։ Դուք այդ ավելինի շեմին այսպես էլ չեք հասնում, արդեն քանի տարի է։ Ինչպես իմ ընկեր Հախինյան Աշոտն էր ասում, ես ասում եմ ձեզ համար եմ ասում, ես այսօր կամ վաղն եմ լինելու, դուք մտածեք, բայց բոլոր տեսակի կարմիր գծերը պարկեշտության, կարծես չեք էլ ունեցել, իրականում գուցե այդպես է, ես ցավով եմ ասում, բայց այն ինչ տեսանք երեք, պարզապես դա պետական մտածելակերպ ունեցող, պետություն սիրող, պետության համար մտահոգվող մարդու կամ մարդկանց պահվածք չէր, սա ոչ մի բան էր։ Դուք եք ապրելու այդ ոչ մի բանով։ Մենք լուր հետևենք ու հետևություն անենք։ Դա չի նշանակում իհարկե վերջի վերջո Գագիկ Ծառուկյանը ընդամենը հետևանք էր։ Վերջի վերջո։ Պատճառը պատտվում եք, ասեք եսա քոչոյին էլ է ձերբակալելու։ Եվ ոչ միայն։ Իսկ գուցե եղել են մարդիկ Գագիկ Ծառուկյանի կյանքում, ում մի սիլլա է տվել, հետո փող է տվել ու ձայնը կտրել են։ Դրանք սաղ պատճառ են։ Հետևանքը Գագիկ Ծառուկյանն է։ Պատճառ են, որ նա կարողացել է այդպես անպատիժ պտտվի։ Եվ էլի լիքը պատճառներ։ Այնպես որ մի դատիր, որ չդատվես։ Հանցագործին անգամ պիտի արդարացի դատես։ Պիտի արդար ձերբակալես, արդար, չգիտեմ, ստորացնես, եթե փոխաբերական իմաստով, որ քո արժանապատվությունը չկորցնես, որ չդառնաս նրա հասակակիցը, այդքան բան։ Ամեն ինչ լավ կլինի, առողջ կացեք։